Արաբո Ծծմակի կողմերով մի կածան էր ոլորվում դեպի վանքի կողմերը։ Բռնեցի այդ կածանն ու գնացի։ Հասա մեղրի քարերին ու ծիրնկատարի լանջերով բարձրացա վեր։ Հանկարծ կածանը չքացավ ու դեմս ցցվեց ծառերով ծածկված մի ապառաշ։ Նստեցի այդ քարին, որ հանգստանամ։ Չնկատեցի, թե ինչպես նիրհը հաղթեց ինձ, ու ես այդ քարին ընկած քնեցի։ Երազ տեսա։ Երկու տղամարդ կուզեկուզ գալիս էին ծծմակի կողմից։ Ճանաչեցի։ Մեկը պարոն Սենեքերիմն էր, իսկ մյուսը Մելքոն վարժապետը։ Առաջինը վազեց կաքավների ետևից։ Մեկ-երկուսին բռնեց, դրեց ծոցը, իսկ մյուսները խախաբալով փախան թաքնվեցին ծերպերում։ Երկրորդը մոտեցավ մեղրի քարերին։ Վերարկուի տակ աման կար։ Բռնեց ժայռերից ծորացող մեղրի դեմ։ Մեղուները պարսելով եկան լցվեցին ամանի մեջ։ Մեկ էլ տեսնեմ, ինչ աման, ինչ բան։ Մելքոն վարժապետի ձեռքին նարեկն է, և աստվածային մեղուները մեջը կողք կողքի շարված։ Ու մի ծանոթ ձայն է հնչում ականջիս. «Գոնե այնքան սովորեիր, որ կարողանայիր նարեկը և Ռաֆուխենթը կարդալ»։ Երբ արթնացա, լուսաստղը չկար, և մենության մեջ սարի վրա ահավոր մտքեր պաշարեցին ինձ, չէ՞ որ այդ վայրը կապված էր Քաջ Արաբոյի անվան հետ։ Արաբոյի անունը վառել էր իմ մանկական երևակայությունը։ 7 տարեկան էի, երբ առաջին անգամ ինձ պատմեցին Արաբոյի և նրա ձիու Տիլիբոզի մասին։ Արաբոն կարմիր իրիցու տներից էր, Բռնաշեն գավառակի Կուրթեր գյուղից։ Մկրտության անունը Առաքել էր։ Ասում էին, որ նա ապրում է Առաքելոց վանքի մոտերքը, դարավոր ծառերով ծածկված մի քարայրի մեջ։ Ձմեռը մշակություն է անում Հալեպում, իսկ ամառները զենքը ձեռքին կռվում է քրդական աշիրեթների և տաճիկ հարստահարիչների դեմ, իրեն զինակից ունենալով Մխոշ Շահեն անունով տերգևանգցի մի երիտասարդ, որ ինքը և Մխոշ Շահենը ահաբեկում են իշխանավորներին, կողոպտում նրանց քարավանները և ավարը բաժանում չքավոր գյուղացիներին։ Արաբոյի հայրը մի անգամ տեղեկանում է, որ իր որդին գնացել է Կովկաս, ենթադրելով, որ որդին պետք է մեծ հարստություն դիզած լինի և նրա բեռնված քարավանը շուտով հասնելու է Մուշ, գնում է, որ նրան օգնի քարավանը բերելու։ Մի ծանոթի միջոցով իմանում է, որ Արաբոն Կարս քաղաքի ճամփեզրին նստած մուրճով քար է ջարդում, խճուղի շինելու համար։ Ծերունին մեջքից ճանաչում է զավակին և մոտենալով ասում է. «Առաքել, լաո, էդ դու՞ն ես, որ քար կջարդես։ Ապա ո՞ւր են քո քարավանները, որ Կովկասեն Մուշ պիտի բերեիր։ Թու, մորդ կաթը հարամ լինի վրադ»։ Ու հայրը, առանց որդու երեսին նայելու, Կարսից վերադառնում է Բռնաշեն։ Արաբոյի և իմ տեսած երազի մտքերով էի տարված, երբ գեղադեմ մի ձիավոր, իրեն թամբից վայր նետելով, ձիու սանձը բռնած, մոտեցավ ինձ։ Հագած էր կիսաթև աբա, գլխին կարմիր արախչի, ոտքերին տրեխներ բրդյա գուլպաներով, թևին բերթանկի։ «Դու ի՞նչ գործ ունես այս քարի վրա», հարցրեց նա, կռանալով վրաս։ Նստեցի, որ հանգստանամ, Քաջ Արաբոյի մասին էի մտածում։ Արաբոն ես եմ, և սա իմ քարն է, որտեղացի ես։ Մշեցի։ Սրտոտ տղա ես երևում, որ եկել նստել ես այս քարին։ Իմ ձին պահիր, ես հիմա կգամ, ասաց ու սանձը ինձ հանձնելով, աներևութացավ։ Նայում եմ, սանձը բռիս մեջ է,
իսկ ինքը չկա։ Աչքերս շաղվեցին։ Մի՞թե սա Արաբոն էր։ Ուր գնաց։ Տեսնեմ, գետնի տակից մի խուլ ձայն է գալիս։ Ձին քաշիր մեղրի քարերի մոտ։ Մի դող եկավ վրաս։ Կանչը նորից լսվեց։ Ձին քաշիր մեղրի քարերի մոտ։ Ձիու սանձը բռնած իջա դեպի մեղրի քարերը։ Հասա ճիշտ այն կետին, որտեղ քիչ առաջ Մելքոն վարժապետն էր կանգնած երազիս մեջ։ Մեղուները տենդագին պտույտներ էին գործում երկնասլաչ ժայռերի շուրջ։ Կաքավները ծերպերից բխելով լցվել էին ձորերը։ Ու հանկարծ մեկը ետևից ձեռքը դրեց ուսիս։ Արաբոն էր։ Ինչպես հայտնվեց, չիմացա։ Արաբոն ինձ նստեցրեց Տիլիբոզի թամբին, և մենք մեղրի քարերի տակով ընկանք ճանապարհ։ Ուր էր գնում նա, ուր էր տանում ինձ, չգիտեի։ Ամբողջ ժամանակ մենք գնում էինք անտառների միջով։ Նա այդ անտառներով անցնում էր, իբրև այդ երկրի տերը, համարձակ և անվախ, և ոչ մի իշխանավոր չէր հանդգնում նրա առաջ ելնել։ Ընթացքի միջոցին մեկ էլ տեսար, ձին թափով կանգնեցնում էր որևէ ընկուզենու տակ և ծառաբնից մի կտոր չորացած աբեթ պոկելով դնում էր կայծքարին ու չախմախը զարկում։ Տեղ-տեղ նա երգելով էր գնում, ձայնը գցելով, տեղ-տեղ էլ հանգիստ ծխելով և դանդաղ պատմելով բեկերի և աշիրետների դեմ մղած իր անթիվ կռիվներից, թե ինչպես շեյխի կամ աշիրեթապետի տարազով ծպտված ներկայացել է այս կամ այն գյուղի վայրագ բռնակալին և ոչնչացրել նրան իր ապարանքի մեջ։ Ուղղակի անհավատալի էր, որ ես գտնվում էի այդ հերոսական մարդու նժույգին, որին երազում նույնիսկ չէի կարող այդքան մոտիկից տեսնել։ Մի քանի անգամ նա իր կարմիր արաղչին դրեց գլխիս, և ես ինձ այնքան հպարտ էի զգում, որ պատրաստ էի նրա հետ մինչև աշխարհի ծայրը գնալ։ Անվեհեր նշանառու էր Արաբոն, և առաջին իսկ օրը նա ինձ սովորեցրեց հմուտ հրաձիգ դառնալ։ Իր բերդանկին մեկ կրականի էր, տալիս էր իմ ձեռքը և կողքիս կանգնելով վարժեցնում էր ինձ անվրեպ կրակելու ձևերին։ Մի ուրիշ վարժություն էլ սովորեցրեց. ինչպես մագլցել ժայռից ժայռ և ձիով թռիչք գործել կիրճերի և անդունդների վրայով։ Արաբոյի սիրած վայրերից մեկը Շմլակ գյուղի կիրճն էր, որ տանում էր դեպի Բռնաշեն։ Այդտեղ ճանապարհը շատ նեղ էր, և լեռը կոչվում էր Խաչասար։ Շատ կարմիր ալուչ կար Խաչասարի անտառներում, և Արաբոն ինձ հաճախ տանում էր այդ կողմերը ալուչ ուտելու։ Բայց ամեն անգամ այդ ճանապարհով անցնելիս Արաբոն տխրում էր։ Կարմիր իրիցու տան կոճղեզ ավետարանը պահվում էր Արաբոյի տան տոհմական սնդուկի մեջ, Կուրթեր գյուղում։ Այնքան զորավոր էր, որ հին խութեցիները կռվի գնալուց առաջ նրա վրա երդվել էին։ Սուրբ Կարապետի վանահոր առաջարկով Արաբոն այդ ավետարանը տանում է վանք, որ սուլթանի դեմ զենք վերցնող ռանչվարները աստվածաշնչի փոխարեն նրա վրա երդվեն։ Կապում է ձիու թամբին և տանում։ Ձին արագ քշելիս կոճղեզը ընկել էր թամբից և կորել կիրճի ճանապարհին։ «Այ, այստեղ կորավ», ֊ ասում էր Արաբոն, մատնացույց անելով ինձ անտառի նեղ կածանը կարմիր ալուջների ձորում։ Արաբոյի հետ ձի հեծած Բռնաշենի լեռներով գնալը իմ առաջին դասն էր, հայոց պատմության առաջին անմոռանալի դասը։ Արաբոյի երազն էր Սասունում ստեղծել Տալվորիկ անունով մի իշխանապետություն, դրա մեջ միավորելով Սասնո և Մշո դաշտի բոլոր բերդերը։ Բերդեր… Աստված իմ, որքան շատ էին դրանք։ Ամեն սարի ու սարավանդի վրա
մի բերդ կամ բերդամրոց կար։ Մշո հովտի վրա շինված էր մուշեղի բերդը։ Մոկնած հովտի մեջ երևում էին մոկնած բերդի ավերակները։ Ալվարինջի մոտ պստիկ բերդը։ Բերդակի դաշտահովտի մեջ խաս գյուղի վերևում խոյանում է առեղծվածային Սմբատա բերդը։ Հենց որ Տիլիբոզը մոտենում էր այդ բերդին, սկսում էր խրխնջալ և սմբակներով կատաղորեն դոփել նրա քերծերը։ Մի օր Արաբոն ինձ Տիլիբոզի թամբին առած բարձրացավ Սմբատաբերդի գագաթը և այդտեղից Սաստո լեռների միջով ձին քշեց մինչև Փրե Բաթմանի կամուրջը, Տիգրիսի հովիտն իջնող ճանապարհի վրա։ «Սա է իմ իշխանության սահմանը», ասաց Արաբոն, ձին կանգնեցնելով կամուրջին։ Կամարներին բախվող ամեհի ջրերի որոտից ձին ծառս եղավ կամրջի վրա։ Մի ակնթարթ, և ես թամբից պոկվելով կանհետանայի գետի հորձանքների մեջ, եթե Արաբոն ինձ չբռներ։ «Բաթման անունով կամուրջ շինող մի հայտնի վարպետ կար», ասաց Արաբոն։ «Կարմիր իրիցու ավետարանի մեջ է գրված։ Սասունցիք դիմեցին նրան, թե եկ մեր գետի վրա կամուրջ կապիր»։ «Ձեր գետի անունն ի՞նչ է», հարցրեց Բաթմանը։ «Սասնագետ»։ «Որտեղից է բխում»։ «Մարաթուկի և Ծովասարի գագաթներից»։ «Կկապենք», ասաց Բաթմանը։ Քարհանքը Ֆարխին քաղաքի մոտ էր։ Չափն առավ ու հիմքը գցեց։ Հաջորդ օրը եկավ տեսավ իր շինած հիմքը չկա։ Երկրորդ և երրորդ անգամ գցեց, դարձյալ չդիմացավ։ Ու զարմացավ Բաթմանը իր վարպետության վրա։ Մի ծերունի երազի մեջ եկավ և ասաց նրան. «Սաստա գետին հիմք չի դիմանա, Բաթման, սրանց երկրի ջուրը որց է։ Եթե կուզես, որ քո շինած կամուրջը սաստա ջրին դիմանա, նրա հիմքում դիր առավոտյան առաջին հանդիպած շնչավորին և որմը նրա վրա շինիր»։ Առավոտյան Բաթմանը աշխատանքը սկսելիս տեսավ, որ սիրած կինը կերակուրը ձեռքին, իսկ շունը ետևից գալիս է։ Բաթմանը հուզվեց, շունն առաջ անցավ։ Ուրախացավ վարպետը, բայց հաց բերող կինը անհամբեր էր։ Ոտքը շտապելուց դիպավ քարին և կերակուրը թափվեց։ Շունը զբաղվեց կերակուրը լիզելով։ Փրեշան հասավ ամուստու մոտ։ Մռայլվեց Բաթմանը։ Կինը հարցրեց տխրության պատճառը։ Վարպետը պատմեց իր տեսած երազը։ Կինը ասաց. «Մահը մահ է, շինիր քո կամուրջը»։ Բաթմանը կնոջը դրեց շինվածքի հիմքում և որմը շարեց։ «Եթե Աստված չքանդի, քանի աշխարհը կանգուն է, էս կամրջին քանդվել չկա», ասաց վարպետը և իր շինած կամրջի տակով անհետացավ դեպի հորձանքի մեջ։ Այդ օրվանից կամուրջը կոչվեց Փրե Բաթման, վարպետ Բաթմանի և իր կնոջ անունով։ Արաբոն ինձ մի քանի անգամ տարավ բերեց այդ կամուրջի վրայով և սաստա ներքին դաշտից ձին քշեց դեպի Տալվորիկ։ Գիշերը անցկացրինք ձկնգոլում։ Կորեկ աղբյուր։ Այդ աղբյուրը գտնվում էր Ծիրնկատարի լանջին։ Նրա վերևով անցնում էր Սասունից Մուշ և Մուշից Սասուն տանող լեռնային ճանապարհը, բարձր գագաթներով։ Լուսաբացին Արաբոյի հետ ձկնգոլից հասանք Ծիրնկատար և նրա բարձունքից դիտեցինք արևածագը։ Նա, ով չի տեսել արևածագը Ծիրնկատարից, թող երբեք չասի, թե ինքը ապրել է աշխարհում։ Անկարելի է այդ վայրով անցնել և չիջնել Կորեկ աղբյուրի վրա։ Մենք էլ իջանք։ Արաբոն Տիլիբոզին կապեց արոտ և շտապեց աղբյուր։ Կռացավ։ Կարմիր արախչին լցրեց ջրով
և խմեց։ Մի գդակ ջուր էլ ինձ տվեց։ Գրեթե բոլոր խութեցիք այդ ձևով էին ջուր խմում։ Բերդակի հանդում կերած սամրե ճաշից հետո ես դեռ տաք ճաշ կերած չկայի։ Երկուսս էլ քաղցած էինք, իսկ մեր ունեցածը կորեկ հաց էր։ Փոքրիկ չոր գնդեր, քարի կարծրությամբ։ Այդ հացը լավ է կաթի հետ։ Արաբոն ինձ ուղարկեց հովիվներից կաթ բերելու, իսկ ինքը աջ թևը զենքի վրա բարձրած պառկեց հանգստանալու։ Բավական հեռացել էի, երբ ինձ թվաց, թե իմ ետևում ձիու խրխինջ լսվեց։ Ետ դարձա։ Տեսնեմ մի զինված տղամարդ ձախ ոտքը հասցրել է Տիլիբոզի ասպանդակին և փորձում է թամբին բարձրանալ։ «Արաբո, Տիլիբոզին փախցրին», գոռացի ես հեռվից և արագ նետվեցի դեպի ձին։ Իմ գոռոցից Արաբոյի վեր թռչելը ու մի կարծր գունդ ավազակի քունքին զարկվելը մեկ եղավ։ Գողը անշնչացած փռվեց խրտնած դժույքի սմբակների տակ։ Ես շատ զարմացա, թե Արաբոն ինչով սպանեց հափշտակիչին, որովհետև իր պառկած տեղում միայն ծաղիկ էր ու կանաչ, քար ու կոշտ չկար։ «Ինչով սպանեցիր», հարցրի։ «Կորեկ հացով»։ Ժամանակ չկար այլևս կաթի ետևից գնալու։ Նստեցինք աղբյուրի մոտ և կորեկ հացի վերջին կոշտերը ջրի մեջ թաթախելով կերանք։ Ու լուր տարածվեց, որ Կարմիր իրիցու Արաբոն մի կտոր կորեկ հացով սպանել է իր ձին հափշտակելու եկած բագրևանցի մի քրդի։ Այդ օրվանից այդ աղբյուրի անունը մնաց Կորեկ աղբյուր։ Թեպետ այդպիսի զրույց պատմում էին Աղբիկ գյուղացի մի քաջ սասունցու մասին, բայց իսկապես այդ աղբյուրի անունը առնչվեց Արաբոյի հետ պատահած դեպքին, որին ես անձամբ ականատես եղա։ Ընդամենը մի տարի եղա Արաբոյի հետ Բռնաշենի լեռներում։ Մի առավոտ Արաբոն շատ կանուխ արթնացավ։ Ես բռնեցի ասպանդակը, և նա թռավ Տիլիբոզի թամբին։ Զգում էի, որ հեռու տեղ էր գնալու։ Գնալուց առաջ ծոցից հանեց ընկույզի փայտից շինած մի ծխատուփ և մեկնելով ինձ ասաց. «Կգնաս Կարմիրծառ և ինձ համար թութուն կբերես»։ Ապա ավելացրեց. «Եթե ինձ չտեսնես, բերածդ կտանես աղբյուր Սերոփին. նրա տեղը Սողորդն է, կողմը Խլաթ»։ Հետևյալ օրը ես առա Արաբոյի մահվան լուրը։ Քոսուրա սարի վրա կա մի ձոր, կոչվում է Գյալառաշ (Սև Բերդ)։ Արաբոն զոհվել էր այդ ձորի մեջ 1895 թվականին, երբ քրդական տարած հագած իր 5 ընկերներով քնից նոր արթնացած անհավասար կռվի էր բռնվել մի ավազակախմբի հետ։ Սպանվելուց հետո նրա զենքը տեսել էին հաստանցի մի քրդի ձեռքում, բայց ես կատարեցի նրա պատվերը։ Դեպի Կարմիր ծառ։ «Կարմիր ծառ, ուր ես, եկա», ասացի ու ելա ոտքի։ Ծծմակից իջա Մշոդաշտ և դեպի արևմուտք գնալով Աչմանոկ և Քարձոր գյուղերի տակով հասա Խորոնք։ Խորոնքի վերևում Կարմիր ծառն էր, որին օտարները Ղզլաղաճ էին ասում։ Նստած էի Խոզմա լեռան ստորոտում։ Աջ կողմը մի սիրուն անտառ կար, կարմրատերև ծառերով։ Երևի այդ էր պատճառը, որ այդ գյուղը Կարմիր ծառ էր կոչվում։ Ես այդտեղ հասա հետևյալ օրը, Արաբոյի մահվան լուրը առնելուց հետո։ Դեռ գյուղ չմտած զգացի, որ ականջներս լավ չեն լսում։ Մի խուլ ու խոր շառաչ է գալիս Զանգակ սարի կողմից։ Ես այդ ձայնը առել էի Քարձորի տակով անցնելիս։ Որքան մոտեցա Կարմիր ծառին, այնքան այդ գոռոցը ուժեղացավ։ Վերջում հիշեցի,
որ դա գուրգուռա կոչվող ջրվեժի գոռոցն է արածանու վրա, խոզմո սարի տակ, որի թնդյունը լսելի էր շատ հեռուներից, մանավանդ պարսկա գիշերներին և վաղ առավոտյան։ Արաբոն նրա մասին էր ասում. «Էդոր համար կսեն գուրգուռ, որովհետև ձեն կիտա, ու իր ձեն 3 օրվա ճամփա կերթա»։ Քիչ-քիչ ականջներս ընտելացան այդ ջրվեժի որոտին, և ես, Արաբոյի ծխատուփը ծոցս դրած, մտա Կարմիր ծառ։ Այդ վայրի թութունը հռչակավոր էր։ Հիշում եմ, թե ինչպես Մելքոն վարժապետը հաճախ շուկա էր գնում, որ այդ գյուղի ծխախոտից առնի։ Ամբողջ գյուղում ընդամենը մի հատիկ ծառ կար, և այն էլ տնկված եկեղեցու բակում։ Առաջին իսկ հարցումից, թե որ տան ծխախոտն է հարգի, ինձ հեռվից ցույց տվեցին Արմենակ անունով մի գյուղացու, որ իրենց ասելով ամենահայտնի ծխախոտ մշակողն էր։ Ասացին, որ նա Սասունի Ահարոնք գյուղից է գաղթել Կարմիր ծառ։ Երկար տարիներ եղել է Ռուսաստանում և նոր է ազատվել Կարինի բանտից։ Անցա մի քանի տնկարաններ և հասա այն տունը, որ հեռվից մատնացույց էին արել։ Իմ տեսածը փոքրահասակ մի գյուղացի էր, նիհար, ոսկրոտ կազմվածքով, գլխին էլ կարմիր արաղչի։ Իր որոշ դիմագծերով նա ինձ հիշեցրեց Արաբոյին, բայց ինձ այդ պահին ոչ մի բան չէր հետաքրքրում։ Շտապում էի իմ տուփը լցնել ծխախոտով և ելնել ճամփա։ Արմենակը ինձ նախ իր ծխախոտի մարգերը ցույց տվեց, ապա տարավ չորանոց և ամենաընտիր ծխախոտի շարանները ցույց տալով հարցրեց. «Ինչքան թութուն է քեզ պետք»։ «Ընդամենը մի տուփ», պատասխանեցի։ «Մի տուփ թութունի համար Կարմիր ծառ ես եկել», հարցրեց նա և սաստիկ զարմացավ, որ ես, մի փոքրիկ տուփ իմ ծոցից հանելով, մեկնեցի նրան։ Նա տուփը շուռումուռ տվեց, ուշադրությամբ նայեց մաշված նախշերին, կարծես ինչ-որ բան էր ուզում վերհիշել կամ մտաբերել ու դժվարանում էր։ Երկու անգամ աչքի տակով խորհրդավոր ինձ նայեց, հազաց, հետո նորից նայեց, ապա տուփը լցրեց ծխախոտով, մատներով ամուր սեղմեց և կափարիչը փակելով ասաց. «Երևի մի նպատակ ունես, որ ընդամենը մի տուփ թութուն է քեզ հարկավոր»։ Ուզեցի հայտնել, որ իմ նպատակը բարի է, բայց աչքերս չգիտեմ ինչու հանկարծ լցվեցին արցունքով, և նա հասկացավ, որ մի վիշտ է ինձ տանջում։ Նա ինքն էլ հուզվեց և առաջարկեց գնալ իրենց տուն, բայց ես կարևոր համարեցի ճանապարհ ընկնել։ Կարմիր ծառի Արմենակը մինչև գյուղի ծայրը եկավ ինձ հետ։ Փոքրիկ վտիտ մարդ էր, շատ քչախոս, ավելի շատ իր մտքերի հետ էր, քան թե իր շրջապատի։ Երբեք չհարցրեց, թե որտեղից եմ գալիս և դեպի ուր եմ գնում, և արդյոք որևէ տեղ ունեմ գնալու։ Անտառը հրաշալի բուրում էր։ Իրար կողք կողքի կամ իրար թիկնած հպարտ կանգնած էին բոդախին, լուսանը և կաղամախին։ Բայց անտառին իշխողը կարմրատերև Նորքենին էր։ «Սրա ամուր, ծանր ու փայլուն փայտից մեր պապերը նետեր են շինել ինքնապաշտպանության համար», ասաց Արմենակը, ծառերից մեկին մոտենալով։ Այդ եղավ նրա ամբողջ խոսակցությունը։ Նա այդ ծառից մի ճյուղ պոկեց, հավանորեն ձեռնափայտի համար, և դանդաղ վերադարձավ գյուղ, իսկ ես մի քանի քայլ անելուց հետո վարանած կանգ առա անտառի եզրին։ Ուղղակի շփոթված էի, կանգնած մտածում եմ ուր գնալ։ Մի քանի անգամ հոտ քաշեցի Արաբոյի կարոտը առնելու համար, ապա տուփը դրեցի ծոցս և ինձ նետեցի դեպի դաշտի գյուղերը, հայացքս խլաթի սարերին պահած։ Որքան հեռացա Կարմիր ծառից և Զանգակ սարից, այնքան գուրգուռայի գոռոցը նվազեց, և ականջներս
Արածանու զայրագին թնդյունից խաղաղվելով, անձնատուր եղան մեղրագետի հանդարտի հոսանքին։ Միայն մի տեղ կանգ առա. դա Սողգոմն էր, հռչակված իր սոխով և անուշահամ շաղգամով։ Այդ գյուղի մոտակայքում իմ հայրենի քաղաքի գետակը գալիս միանում էր մեղրագետի ջրերին։ Այդտեղ հասնելով նա սպառնում էր իր կյանքը, խառնվելով ավելի մեծերին, դառնալով անճանաչելի և անըմբռնելի։ Իմ կյանքն էլ այդ գետակի նման էր։ Ես գնում էի դեպի խլաթ, հեռանալով իմ ծննդավայրից և խառնվելով ավելի մեծին և անծանոթին։ Եվ արդյոք երբևէ վերադարձ կլիներ դեպի մուշ։ Խլաթի սարերում Սողորդը խլաթի մեջ էր։ Հայերը և քրդերը այդ գավառին խլաթ էին ասում, թուրքերը՝ ախլաթ։ Ես դեպի խլաթ դիմեցի Սողգոմից շարունակ դեպի արևելք գնալով և անցնելով Մշո դաշտի Ազախպյուր և Արագիլի բույն գյուղերը։ Արագիլի բույն։ Հայկական այդ գողտրիկ բնակավայրի անունը տարիների ընթացքում բերանից բերան զարկվելով դարձել էր Ալիգլբուն։ Այդ գյուղի ծայրին մի կին ինձ կանգնեցնելով հարցրեց. «Դո՞ր կերթաս, այ տղա»։ «Խլաթ կերթամ»։ «Խլաթ ո՞ր գեղը կերթաս»։ «Սողորդ կերթամ»։ «Զգույշ Շամիրամա ավազակներից և մանրիկ փշերի բլերից, ղարիբ ես լաո, ղարիբ աղավնին կուտի ետևից կերթա, կերթա թակարդ կընկնի»։ Զգուշացրեց դաշտեցի պառավը և պատմեց Շամիրամա ավազների հին զրույցը։ Նեմրութ լեռան տիրակալը մի ամբարտավան իշխան է եղել։ Նա թրով հարձակվել է Աստծու վրա, որ նրան հաղթի և իրեն հայտարարի Աստված։ Գոռոզ իշխանը Վանա ծովի ավազները ուղտերին բարձած բերել է տալիս դեպի Նեմրութ, որ իր գահը բարձրացնի երկինք հասցնի և թրի մի հարվածով վայր գլորի Աստծուն ու նստի նրա տեղը։ Երկնավորը, զայրացած, իշխանի ավազով բեռնված ուղտերի քարավանը քարացնում է դեպի Շամիրամ գյուղը շարժվելու ճանապարհին, իսկ Նեմրութին անիծելով, որոտմունքով ցնցում է հիմքից, գագաթի քարաժայռերը և փոշին շպրտելով ստորոտների վրա և տեղը գոյացնելով մի հսկայական փոս, որից մինչև այսօր դեղին գոլորշիներ են բարձրանում։ Անզգամ իշխանին պատժելով, Աստված այնուամենայնիվ լեռան խառնարանը լցնում է սառնորակ ջրով, որ երկրագործ մարդիկ իրենց դաշտերը ոռոգեն։ «Անզգամը Աստված չունի, անգութը խիղճ», ասաց դաշտեցի կինը և հեռացավ։ Չնայած որ Ալիգլբունցի պառավը ինձ զգուշացրեց Շամիրամի ուղտու քարերից, բայց ես մոլորվեցի և քիչ մնաց անհետանայի Նեմրութի ավազաբլուրների մեջ։ Շամիրամը շինված էր Նեմրութ լեռան մի փոքրիկ ձորահովտում։ Կողքին 4 մեծ բլուրներ կային, իսկ ավելի հեռվում կանգնած էր մի 5-րդ սրածայր բլուր, որ վիզը երկարած Նեմրութի գագաթին էր նայում։ Իսկական ուղտի էր նման։ Ինձ թվաց, թե այդ 5 քարացած ուղտերը հիմա վեր կկենան ու կգան ինձ վրա։ Եվ ես, այդ մտքից սարսափած, քայլերս արագացրի, որ Սողորդ հասնեմ։ Բայց այս անգամ դեմս ելավ Գրգուռ լեռան մանրիկ փշերի ու մացառների դաշտը։ Ոտքերիս տակից սահող ավազափոշին և այդ մանրիկ փշերը ու բլերը ինձ անվերջ քաշում էին դեպի իրենց խորքը։ Իսկապես, այդ վայրերի համար ես ղարիբ աղավնի էի, և ամեն քայլափոխին թակարդը լարված էր։ Իմ ոտնամաններից մեկը կորավ ավազների մեջ։ Խառնեցի ավազները, բայց չգտա։ Երկյուղս սաստկացավ, ու ես մի պահ զղջացի իմ այդ հանդուգն ուղևորության համար։ Հազիվ էի հաղթահարել ավազափոշին և ուղտափշերը, երբ հանդիպեցի նոր արգելքի։
Սուլթանի ոստիկանները բռնել էին սասունցի մի ծերունու և մազի պարանով կապկպած, սարից սար քարշ տալով, ստիպում էին նրան հայտնել հայդուկների տեղը։ Խոսակցությունից հասկացա, որ ծերունուն տանջող ոստիկանապետի անունը Ղալիբ էր, իսկ տանջվողի անունը Ռես Խեչո։ «Ուր տեսար Սերոփին ու իր ֆիդայիններին, ինչպես տեսար», գոռում էր ոստիկանապետը։ «Անցյալ ամսին տեսա, ինձ ստիպեցին, թե մեզ տար կուրտիկ սար, ես ընկա իրենց առաջ ու տարա կուրտիկ»։ «Կուրտիկից ուր գնացին»։ «Կուրտիկից անցան Քոսուրա սար»։ «Իսկ Քոսուրա սարից ուր տարար»։ «Քոսուրա սարից անցան գնացին Խաթավին»։ «Ճանապարհին պապիրոս վառեցին»։ «1-2 հատ»։ «Մնացորդները գետին թափեցին»։ «Չէ, էֆենդի, ձեռքերի մեջ փշրեցին, քամուն տվին»։ «Կանգնած տեղը խոտ էր, թե հող»։ «Խոտ էր, էֆենդի»։ «Ինչ էին հագած»։ «Բոլորն էլ չուխաշորեր, մի քանիսի գլխին փափախ կար»։ «Որ կողմով գնացին»։ «Մի Խաթավին սար, 10 ճամփա»։ «Դե որ ճամփով գնացին, ես ինչ իմանամ»։ «Դու ինձ գիտես, Ռես Խեչո», գոռաց Ղալիբ էֆենդին։ «Ես քեզ էլ եմ ճանաչում, քո պապին էլ, քո ջոջ պապին էլ»։ «Ինչ պիտի անես, շատ գլուխս պիտի կտրես, միապ արյուն պիտի երթա։ Ես բոլոր ֆիդայինների պապն եմ, որ նրանց տեղը իմանամ»։ «Դու իբրև հպատակ պարտավոր ես բռնել և մեր ձեռքը հանձնել սուլթանի թշնամիներին»։ «Դրանք թռչուն են, էֆենդի, ինչպես բռնենք։ Ֆիդային չունի սահման, 100 աշիրի միջով կանցնեն, 1000 սարով կգնան կթառեն իրենց ուզած սարին, վաղն էլ կթռչեն կերթան ուրիշ սարեր։ Թագավորի ձեռքը երկար է, թող գնա բռնի»։ «Ուրեմն դու չես ուզում Սերոփի խմբի տեղն ասել»։ «Որ սպանեք էլ, չեմ ասի»։ «Նեմրութի վրա չեն»։ «Որ Նեմրութի վրա լինեին, կթողնեին, որ դու և քո կարմիր գլուխ ասկյարները ինձ էսպես տանջեք»։ Խեչոն խոսում էր համարձակ, գրեթե բոռալով, չիբուխն էլ բարկությունից գետնին թխթխկացնելով։ «Իսկ երբ Սերոփը կուրտիկ էր, ինչ ասաց գյուղացիներին»։ «Սերոփն ասաց. սուլթանի երկրում առանց հացի մնացեք, բայց առանց զենքի մի մնացեք»։ «Էլ ինչ ասաց»։ «Հետո ասաց. ես բախտավոր ընտանիքի զավակ էի, բայց պետք է բախտավորները երբեմն լան, որ թշվառները մխիթարվեն։ Տեսեք, մեր շեն տունը ձեզ օրինակ։ Ես նախ մեր տունը, Խլաթա-Խչեի մեծ օջախը քանդեցի, որ շատ մայրեր իրավունք չունենան ինձ անիծելու, ասելով. մեր տուն քանդողի տունը քանդվի։ Եվ դու չես ուզում այդ ապստամբի տեղը մեզ ասել»։ «Ես նրա ասածը ասացի, բայց տեղը չգիտեմ»։ «Շուտ, ասա Սերոփի տեղը, թե չէ քեզ կխորովենք ավազների մեջ»։ «Չեմ ասի»։ Ղալիբի հրամանով ոստիկանները շինական Խեչոյի մազե պարանը նորից ամուր ձգեցին և քարշ տալով տարան դեպի Շամիրամի ավազաթմբերը։ Այստեղ դարձյալ նրան չարչարեցին և վզից մի մեծ ապառաշ կապելով թաղեցին ավազների մեջ։ Միայն գլուխը դուրս մնաց։ Ապա ուխտափշերի մի կույտ դիզեցին շուրջը, չիբուխի կոթը մտցրին բերանը։ «Դե հիմա ծխիր», ասացին և փշերը կրակ տալով հեռացան։ Երբ նրանք իջան ձորը, ես ավազների միջով սողալով մոտեցա Ռանչվար Խեչոյին։ Կրակները ոտքով ձեռքով մի կողմ հրեցի
և կապանքը քանդելով ապառաժը հեռացրի նրա կրծքից։ Շուտով տեսա, թե ինչպես ծերունին ավազներից ելավ և չիբուխը զայրացած ծխելով իջավ դեպի ձորը։ Իսկ ես Արաբոյի ծխատուփը ծոցիս մեջ անվհատ շարունակեցի իմ վերելքը։ Վերջապես մեծ դժվարությամբ մագլցեցի Նեմրութի լանջերն ի վեր, իմ ետևում թողնելով Շամիրամի ավազաբլուրները և գրգուռի ուխտաքարերը և ուխտափշերը։ Նեմրութի վրա Սողորթը Նեմրութ լեռան բարձրադիր լանջին էր։ Գտա իմ որոնած տունը և դուռը ծեծեցի։ «Ո՞ւմ ես փնտրում» հարցրին։ «Աղբյուր Սերոփին»։ «Դու սար պիտի երդաս, ինքն էլ, աղբյուր Սոսեն էլ սարն են»։ Տեսան, որ իմ ոտքը բոբիկ է, դես ընկան, որ մի հարմար ոտնաման գտնեն, չգտան։ Ստիպված իմ ունեցածն էլ թողեցի այդտեղ, որ ազատ քայլեմ, և տանից հաց առնելով ճամփա ընկա։ Խեղճ հայրս ինչ իմանար, որ իր սոլկար որդին մի օր առանց ոտնամանի կմնար։ Անցա գերեզմանոցի մոտով, որ պատով բաժանված էր գյուղից, և շարժվեցի սարն ի վեր։ Իմ բախտից ամբողջ լեռը ծածկված էր գինարբուկի կապույտ ծաղիկներով և թովիչ կանաչով։ Սերոբ աղբյուրին ես գտա Նեմրութի քարոտ լանջին, մի ժայռի նստած։ Սերոբը ավելի հաղթահասակ էր, քան Արաբոն, և ավելի լավ զինված։ Արաբոյի ունեցածը մի հասարակ բերդանկի էր, իսկ Սերոբի ձեռքին Մոսինի կար։ Մեջքի շուրջը փաթաթված կաշյա փամփշտակալները ուսերից իջնելով լայն խաչկապ էին կազմել կրծքի վրա։ Դեմքը թուխ էր, երկու խոշոր աչքերով լուսավորված։ Գլխին ոլորված էր մոխրագույն թաշկինակ, ծայրերը արձակ։ «Եկել ես ճնճղուկ տեսնելու» հարցրեց աղբյուրը, ոտքից գլուխ չափելով իմ հասակը։ Այդ օրերին ճնճղուկ էին անվանում այն հայ շինականներին, որ ըմբոստանալով բռնության դեմ բարձրանում էին սար, ի նկատի ունենալով նրանց թափառիկ ոստ-ոստուն կյանքը։ «Ոչ, եկել եմ ճնճղուկ դառնալու», համարձակ պատասխանեցի ես և իմ ծոցից հանելով ծխախոտով լի տուփը մեկնեցի նրան։ Սերոբը տուփը մոտեցրեց քթին։ «Կարմիր ծառի թութուն է, ծխում ես»։ «Ոչ»։ «Ապա ի՞նչ գործ ունի այս տուփը քեզ մոտ»։ «Տուփը Արաբոն տվեց, իսկ ծխախոտը կարմիր ծառից վերցրի»։ «Դու Արաբոյին տեսե՞լ ես»։ «Ուղիղ 1 տարի նրա մոտ եմ ծառայել», հպարտությամբ նկատեցի ես։ «Նրա ձիու անունը ի՞նչ էր»։ «Տիլիբոզ»։ «Որ էդպես է, տուփը քեզ մոտ պահիր, իսկ թութունը տուր ինձ»։ Այս ասելով Սերոբ աղբյուրը ծխախոտը դատարկեց իր տոպրակի մեջ և տուփը վերադարձրեց ինձ։ «Դու դեռ շատ փոքր ես զենք բանեցնելու համար», ասաց աղբյուրը, կամենալով ինձ ետ ուղարկել։ Ուզեցի ասել, որ ես հրացան գործածել գիտեմ, բայց նա հանկարծ իր զինափողին նայելով, ասաց. «Կարո՞ղ ես ոզնի բռնել»։ «Ինչու՞ չէ, դրանից էլ հեշտ բան»։ «Դե գնա ոզնի բռնիր»։ Ես անմիջապես գնացի սար և մի քանի ոզնի բռնելով ետ եկա։ «Ապրես, ինձ մեկն էր հարկավոր, բայց դու միանգամից մի քանիսը բերիր։ Դե հիմա ոզն ու ճարպով մաքրիր իմ զինափողը»։ Սերոբ աղբյուրի հրացանի փողը երկար էր և օղակավոր։ Ես նրա ներկայությամբ մաշկեցի ոզնիներից մեկին, հանեցի ճարպը և սկսեցի նրա զինափողը զգուշությամբ մաքրել։ Շատ եռանդուն էի աշխատում, և նրան դուր էր գալիս իմ պատրաստակամությունը։ Զենքը մաքրելուց հետո Սերոբը դարձավ ինձ. «Կուզե՞ս ինձ մոտ մնալ»։ «Արաբոյից հետո իմ միակ փափագը ձեզ հետ լինելն է», ասացի ես։
ու ես մնացի Նեմրութի վրա, Սերոպ աղբյուրի մոտ։ Մինչև իմ Նեմրութ գալը, այս ռանչպարը արդեն հայտնի էր դարձել բռնակալության դեմ մղած իր կռիվներով։ Ինքը և իր կին Սոսեն 16 զինվորներով փայլել էին մանավանդ Բաբշենի նշանավոր ճակատամարտում և մտել երգերի մեջ։ Ռանչպար Սերոպը ընտանիքով էր հալածական սուլթանից։ Հիմա լենենք, սանդուղք չկա, որ դնենք ելնենք երկինք Աստծուն բողոքելու։ Ուզենք չուզենք սարեր պիտի քաշվենք մեր նամուսը ու կյանքը պաշտպանելու հույսով, ասել էր Սոսեն ու ապավինել Նեմրութին։ Սոսեին ես տեսա հաջորդ օրը, արևածագին, երբ Սերոպի հետ հասել էինք լեռնային մի գետակի։ Դիմացի ափին 7-8 զինված տղամարդիկ երևացին։ Նրանք ոտքերը քշտելով, ոտնամանները ուսերից կախ մտան ջուրը։ Նրանցից մեկը իր ետևից եկող մի երիտասարդ զինվորի ձեռքից բռնած, մյուս ձեռքով զենքը պահած, մաքառում էր ալիքների դեմ։ Լեռնային պաղ ջուրը խփում էր ծնկներից բարձր։ Ետևից եկող զինվորը գետակի մեջտեղ հասնելով, ստիպված եղավ վերնավարտիքի ծալքերը մի քիչ ավելի վեր բարձրացնել։ Մեկ-երկուսը զինվորներից, այս բանը նկատելով, երեսները շուռ տվին, իսկ երիտասարդ զինվորի ձեռքից բռնած լեռնականը ուղղակի թևով ծածկեց երեսը։ Ետևից եկող զինվորը Սոսեն էր, արական զգեստով ծպտված։ Բոլորը թրջված դուրս եկան ջրից։ Սոսեն առանձնացավ և տաբատի ծալքերը իր սրունքների կապույտ երակներին իջեցնելով, սկսեց ոտնամանները հագնել։ Տեսա, թե ինչպես մի զինվոր Սերոպ աղբյուրի կողքով անցնելիս խուլ տրտնջաց. Չեղավ, փաշա։ Խարտյաշ, գեղեցիկ կին էր Սոսեն, վայելուչ սլացիկ հասակով, վարդագույն դեմքին մի հպարտ ժպիտ։ Բայց նա ավելի հպարտ ու գեղեցիկ էր իր հայդուկային զգեստի մեջ, մազերը կրծքին և մեջքը փամփուշտներով գոտեպինդ։ Սերոպ աղբյուրը միացավ իր ճնճղուկներին և խումբը շարժվեց։ Ոչ միայն Սոսեն, այլև Սերոպի երկու ռանչպար եղբայրները և մեծ որդին, սուլթանի բռնակալությունից փախչելով, նույնպես դեգերում էին լեռներում։ Սերոպի զինվորները լեռնցի և դաշտեցի գյուղացիներ էին։ Մի քանիսի անունները առաջին օրը նույնիսկ սարսափ ազդեցին վրաս. Առյուծ ավագ, Փալաբեխ Կարապետ, Զուլումաթ Օհանես, Կայծակ Անդրեաս, Լոլո Հաջի, Կարկուտ Թադե։ Նեմրութի վրա մնալով ես դարձա անբաժան Սերոպ աղբյուրի ճնճղուկներից։ Ոզնի էի բռնում սարերում, մաքրում յուղում էի նրանց զինափողերը, հովիվներից հաց ու կաթ էի բերում նրանց համար։ Այդ 7-8 զինվորները միշտ միասին էին, և Սոսեն նրանց հետ էր։ Նրանք երբեմն խմբով անհետանում էին, և ես չգիտեի, թե որ ուղղությամբ գնացին և ինչով են զբաղված։ Հայ շինականները հաճախ էին սար գալիս. Սերոպ հասնանցի քրդերը մեր նախիրը տարան, օգնության հասիր։ Սերոպ, արաբոն չկա, մեր տերը դու ես։ Ինքնա գյուղի վարժապետին նորից բանտ տարան։ Ու ամեն տեղ էր ռանչպար Սերոպը։ Բոլորի սրտի ծարավը կոտրում էր, դրա համար էլ անունը աղբյուր Սերոպ էր։ Փետրվարյան մի ձյունոտ օր, երբ մենք սողորդում էինք, սուլթանի զորքը հանկարծ պաշարեց գյուղը։ Փնտրում էին հայդուկապետին և նրա խմբին։ Սերոպը վերցրեց հրացանը և մեն֊մենակ ելավ գյուղից, որ կոտորածի պատճառ չդառնա։ Նա հագած էր լաքան և հանգիստ գնում էր ձյուների վրայով։ Սուլթանի զինվորները չէին կարողանում ետևից հասնել, որովհետև ձիերը մինչև գավակները խրվում էին ձյան մեջ։ Սերոպը երբեմն ետ էր դառնում և կրակում։
3 Ռոմի ձիավոր սպանվեցին։ Նա բարձրացավ Նեմրութ լեռը և աչքով ինձ էր որոնում, իսկ ես մի կապոց հաց շալակած արդեն հասել էի լեռան գագաթը և հանգիստ նստած նրան էի սպասում։ Ոստիկանները, կարծելով, թե Սերոփը խեղդված է Նեմրութի դաշտերի մեջ, թողել հեռացել էին գյուղից։ Սերոփ աղբյուրը ինձ իր հետ առնելով հասավ լեռան հրաբխաբերանը, որի լայնածավալ խորքի մեջ տաք ջրեր կային, շեկ գոլորշիների ամպով ծածկված։ Երբ ամենքը, հայ թե թուրք և քուրդ, համարել էին Սերոփին զոհ գնացած Նեմրութի ձյուներին, հանկարծ Խլաթի գյուղերում հայտնվեց Սողորդի հերոսը, և մարդիկ սկսեցին նրա շուրջը առասպելներ հյուսել և նրան կոչել Նեմրութի Ասլան։ Այդ անունը մտավ քրդական երգերի մեջ և հասավ սուլթանի ականջին։ Այդ նույն տարվա սեպտեմբերին անհետացավ Սոսեն։ Բագրևանդի հայ գյուղացիները ըմբոստացել էին սուլթանի դեմ։ Սոսեն բարձրացել էր Բագրևանդի լեռները և ղեկավարել ըմբոստ շինականների ապստամբությունը։ Սակայն Նեմրութի Սերոփի կնոջ հետ սարերում թափառելը դուր չէր գալիս իր խմբի զինվորներին։ Սոսեն քաջ էր, բայց քաջերի քաջին վայել չէ կնոջը խմբի հետ ման ածել, թեկուզ տղամարդու հագուստով։ Սոսեի պատճառով Սերոփից արդեն բաժանվել էին մի քանի զինվորներ, որոնցից մեկը իր հին զինվոր Անդրանիկն էր։ Բողոքողներից երեքը Սերոփի 3 ամենասիրած զինվորներն էին։ Մեկը կայծակ Անդրեասն էր, Խլաթի Շամիրամ գյուղից։ Սա միշտ խմբի առջևից էր գնում և պատասխանատու էր նրա երթի համար։ Սարսափազդու դեմք ուներ Անդրեասը, ոչխարենու մի ահագին գդակ գլխին և բեղը մինչև ականջները սրած։ Մյուսը Լոլո Հաջին էր կամ Հաջի Գևոն, որ մասնակցել էր Խանասարի և Բաբշենի կռիվներին և հավատարիմ թիկնապահն էր Սերոփի։ Երրորդը Կարկուտ Թադեն էր, Սասունի Փեթար գյուղից։ Սա մանուկ հասակից էր զենք վերցրել իր հոր կողքին մասնակցելով սասունցի իշխան Գրքոյի և իշխան Պետոյի գլխավորությամբ մղած հերոսական կռիվներին։ Անհանգիստ զինվոր էր Թադեն, սաստիկ արագաշարժ ու անհամբեր։ Կռիվը չսկսած, սա միշտ առաջինն էր պայթեցնում գնդակը, հրացանը շտկում էր ու բլթակը քաշում։ Մի օր սա առանց հրամանի նետվեց մի ժայռի ետև և փակաղակը արագությամբ բացում ու փակում էր չխկոցով։ ֊ Էդ ի՞նչ կենես, Թադե, ֊ հարցրեց Սերոփ աղբյուրը հեռվից մոտենալով։ ֊ Գյուլեքի սերտն ու փուչը կջոկեմ, Փաշա, ֊ պատասխանեց Թադեն և բեղը խացնելով բլթակը նորից քաշեց։ Սերոփը բարկացավ, փակաղակը ձեռքից առավ և սպառնաց, որ եթե շարունակի խախտել կարգապահությունը և առանց հրամանի կրակել, կհեռացվի խմբից։ Չեղավ, Փաշա, չեղավ։ Այս խոսքերը հաճախ էին կրկնում կայծակ Անդրեասը, Լոլո Հաջին և Կարկուտ Թադեն, երբ լեռնային հորդ գետակներն անցնելիս ստիպված էին լինում հերթով բռնել Սոսեի դաստակից։ Ու մի օր նրանք ասացին Սերոփին. «Սոսեին ուղարկիր Սասուն, իսկ դու մնա Նեմրութի վրա»։ Ջուր անցնելու ժամանակ նա ի՞նչ իրավունք ունի մեր ներկայությամբ տկլորանալու։ Մեղք է նրա ոտքերին նայելը։ Սոսեի պատճառով մի օր կարող է փորձանք գալ մեր գլխին։ Սերոփի հոգին Բաբշեն էր, իսկ սիրտը Սասուն։ Սաստո Գելի գյուղում նա Տեր-Քաջ անունով մի հին բարեկամ ուներ։ Տեսավ, որ իր զինվորների խոսքը արդար էր, վերցրեց Սոսեին ու տարավ Գելի։ Ինձ էլ իր հետ տարավ։ Գելին կամ Գելիեգուզանը ձորի մեջ էր և գետակով բաժանված էր երկու մասի։ Այս գյուղը շատ թաղեր ուներ և ամեն թաղը մի անուն։ Գյուղի ետևը
Անդոկ սարն էր։ Բոլոր տները շինված էին անդոկի թեք լանջին, ամեն մեկը մի ժայռի վրա ու մի թաղի մեջ։ Գլխավոր թաղերն էին տաղվրնիկ, հարսնգոմեր, ղարիբշան, մխիթար, տեղ, գյուղ կամ գելի։ Տեր Քաջի տունը գյուղի մեջ էր։ Ծեծեց Տեր Քաջի դուռը և ասաց. «Սոսեին քեզ մոտ պահիր, իսկ ինձ լուսաբացին դիր ճանապարհ»։ Տեր Քաջն ասաց. «Եկ դու էլ մնաս ասուն, այսքան ժամանակ խլաթ եղար, մի քանի տարի էլ մեզ մոտ ապրիր»։ Խութեցիք ընկան ոտքը, ասացին. «Արաբոն չկա, եկ տեր կանգնիր Արաբոյի երկրին»։ Ու Սերոփի մի գիշերը դարձավ շաբաթ, շաբաթը ամիս։ Տեսնելով, որ Նեմրութի Ասլանը ուշանում է, իր զինվորներն էլ եկան Սասուն։ Սերոփը մի որդի ուներ խլաթում, անունը Հակոբ, և երկու եղբայր՝ Մխո և Զաքար։ Երեքդ էլ հայդուկ էին, նրանք էլ եկան Սասուն։